անցնենք մեր հայտարարած հերթականությանը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հիմնական զեկուցող ներքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, խնդրում։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, առաջին թերթմամբ ձեր ուշադրությանն է ներկայացում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունները ըստ էության վերաբերվում են վարորդական վկայականի վարելու իրավունքի դադարեցման հոդվածին։ Բովանդակությունը ըստ էության հետևյալն է. մենք ունենք մի շարք հիմքեր, որոնց պարագայում դադարեցվում է անձի վարելու իրավունքը, դրանք են անգործունակ ճանաչվելը, իրավունքի ձգվելու համար դատարանի կամ իրավասու մարմնի ուժի մեջ մտած ակտը, անձի մահվան դեպքը եւ ունենք մեկ 4-րդ հիմք, այն է հոգեկան թմրամիջոցների եւ կամ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օգտագործման պայմանավորված հիվանդությունների վերաբերյալ առողջապահական մարմնի տված եզրակացությունը։ Մեր առաջարկությունը կանում է հետևյալում, որը քննարկել ենք նաեւ եւ համաձայնեցել ենք առողջապահության նախարարության գործընկերների հետ, այստեղ մենք առողջապահական մարմնի եզրակացություն ձևակերպումը փոխարինում ենք տեղեկատվություն ձևակերպմամբ, ինչը հնարավորություն է տալիս տվյալ տեղեկատվության փոխանակումը դարձնել թվային եղանակով եւ այն պահին, երբ որ Արմեդ համակարգում կարձանագրվի, որ անձը ունի թմրամիջոցների հետ կապված կամ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային ռեգիստրը, ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից եւ անձի վարելու իրավունքը կդադարեցվի։ Սա է ըստ ամբողջ գործընթացը, զուտ ներկայացնեմ, որ ներկայումս այդ գործընթացը տեղի ունենում յուրաքանչյուր գործողություն իրականացնելիս, այսինքն եթե անձը վարորդական վկայականը թարմացնում է, եկել է փոխանակելու, այդ պարագայում հարցում է կատարվում առողջապահական տեղեկատվական համակարգին եւ եթե հայտնաբերվում են այդ հիմքերը, նոր դադարեցում է իրականացում։ Իսկ հիմա մենք կգնանք հակառակ տրամաբանությամբ այն պահին, երբ որ առողջապահական տեղեկատվական համակարգում սահմանափակում առաջացնող տեղեկատվությունը կմուտքագրվի, ինքնաշխատ եղանակով տեղեկատվությունը կփոխանցվի ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստր եւ անձի վարելու իրավունքը կդադարեցվի։ Նաեւ տեղեկացնեմ, որ այդ հարցումների մեխանիկական ճանապարհով 2021 թվականից մինչ օրս դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը։ Այսքանը, շնորհակալություն։ Շատ լավ, շատ կարևոր հարց է, ասեմ ձեզ, որտեվ վերջերս նաև քննարկել ենք, երբ որ ներքին գործերի նախարարության հաշվետվությունն ենք լսում, այս դրվագները եւ այնտեղ շատ հետաքրքիր բան արձանագրեցի, անձամբ ես իմ համար, ես այդ հարցի ձևով ձեզ կտամ, պարոն Ղազարյան։ Հարցեր հիմնական զեկուցող են։ Չկա։ Ես կտամ հարց։ Պարոն Ղազարյան, հիմա մենք կարող ենք ունենանք որևէ թվային տվյալ։ Հիմա բերել ենք այս առաջարկը, որը իրականում շատ կարևոր է։ Իսկ արձանագրված այդպիսի ուրեմն մարդկանց ինչ քանակական տվյալ կա, որ ունենալով բացասական եզրակացություն ունեն վարորդական իրավունք։ Այդ ձեր իսկ ունենք դաս տվյալ։ Քոչարյան, եթե անձը ունի նմանատիպ բացասական եզրակացություն, նա չի կարող ստանալ վարորդական։ Կան դեպիսի դեպքեր, այդպես ասեմ։ Այն բոլոր դեպքերը, որոնք հայտնաբերվել են 2021 թվականից վիճակագրությունը հանել եմ, այդ պարագայում դադարեցվել է վարելու իրավունքը եւ այդպիսի տվյալը վերջի 4 տարվա մասով 2370-ն է։ Այդ ընթացքում եղել են, քշել են, չէ՞։ Դե հայտնաբերվել են, յուրաքանչյուր պարագայում, երբ որ հայտնաբերվել է, դադարեցվել է տարեկան կտրվածքով միջին թիվը մոտավորապես 600 է, այս վերջի 4 տարիների ընթացքում։ Հիմա արդեն մենք կունենանք ինքնաշխատ եղանակով ուրեմն գործող տեղեկատվական համակարգ, հենց մենք արդեն առողջապահական համակարգում նմանատիպ սիգնալ ստանանք, մեխանիկորեն միանգամից այսինքն սիգնալը անմիջապես կասեցնում է այդ process-ը։ Նախկինում սիգնալը ուշանում էր եւ նրանք ոչ միայն սիգնալ ուշանում էր, ըստ էության մեր հարցման արդյունքում էր այդ սիգնալը գեներացվում։
Այսինքն մենք պետք է որևէ գործողություն կատարեինք, որպեսզի հարցում կատարենք առողջապահական համակարգ, այսինքն վարորդական վկայականը փոխանակելիս հարցում էինք կատարում առողջապահական համակարգ, տեսնում էինք արձանագրված է հոգեկան առողջության խնդիրներ կամ թմրամիջոցների հետ կապված խնդիրներ, դադարեցնում էինք, իսկ հիմա կփոխվի, հենց հակառակ կողմում կարձանագրվի այդ դեպքը, մեխանիկորեն վարելու իրավունքը կդադարեցվի։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։